Մրցանակի կարող է դա ազդել տրամադրությունների վրա եւ օրինակ ազդել նաեւ այն փաստաթղթի վրա Կես կատակ կես դուրս մի բան ասեմ, էլի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները ոչ միայն Հայաստանում են տապալվում բոլորը, խոստումները, ցանկություն, այլ նաեւ միջազգային արենայում։ Տրամպի բախտի վրա է քարկսեց սա։ Բայց այսօր ինքը ԱՊՀ այո ԱՊՀ երկրների ղեկավարները նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահներ է, եւ Ալիևը իր ելույթի ժամանակ ակնհայտ շեշտեց, որ Հայաստանը 30 տարի Այն մարդը այդքան վիզ դրեց, ասեց Ալբանիա, Մալբանիա, բան, հել ավելի վրե։ Մի հատ Նոբելյան մրցանակ պետք է բանաներ էդ էլ քարկեցեց։ Ընդ ասին դե որ Նիկոլն առաջադրում է։ ԱՊՀ-ում Նիկոլ Փաշինյանը ասաց աղջիկներին ջենտլմենների Հրանտ ջան, ես գիտեմ։ Ոչ Կարա երկուսով սիխրոն։ Միասին հավաքվել էին նաև Ռուսաստանը, որը Մինսկի խմբի համանախագահ էր եւ որը ձեռք չարարկեց Ալիևի հայտարարից ելույթի մեջ հնչեցրած այն մտքի, որ 30 տարի Արցախը օկուպացված է եղել Մինսկի խմբի համանախագահները չեն կարող ավելի հայ լինել, քան մենք։ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող Հայաստանի ու Արցախի շահը պաշտպանել մեր փոխարեն։ Եթե ես իմ շահը չպաշտպանեմ, գեոպոլիտիկա կա ներքին քաղաքական։ Դե գեոպոլիտիկայի այդ հարցերի շուրջ բազմաթիվ անգամներ խոսել են։ Մենք հիացած չենք դրանց գործունեությունից, բայց հիմնական խնդիրը գալիս է այստեղից։ Դրա մասին միշտ ասել եմ։ Միշտ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը կանգնում է եւ 18 թվականին վարչապետ է դառնում, բայց ես գիտի դեռ համաժողովրդական տրիբունա ու Մինսկի խմբի համանախագահների հետ խոսում է այն տոնով, ոնց որ իր ներքին հակառակորդների հետ, ինքը պետք է հասկանա, որ պետք է կներեք քաղաքական չափանիշներ, երբ որ ինքը դնում է ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ, դրանցից մեկն էլ կա, չէ՞, Զարա ջան, այնօր ասում էր բանա, մենք չենք հրաժարվել 19 թվականի բանից, փաստաթղթից, ուզում եք ապացուցեմ, որ հրաժարվել են, հիմա ապացուցում եմ, ապրիլ-հունիս ամսին է 19 թվականին այդ փաստաթուղթը իր Սևանին դրվել, ճիշտ է, սկզբում տես մանկական կռուտի տա, ես տես կռուտից 5 տարեկանում չեմ արել, կռուտի ասма թղթի վրա գրած է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի նախագահի, յադե որ էտա գրած, ինչ կապ ունի, ինչա գրած, արա, քեզ են հանձնել այդ փաստաթուղթը, դու ես այդ պետության ղեկավարը, իսկ վարչապետի որ գրած չի, ես կապ չունեմ, էլի, փաստեր ես կապ չունեմ, տեսեք, երբ որ իրան այդ փաստաթուղթը ապրիլ-հունիսին հանձնել են, Նիկոլ Փաշինյանը ինչ է, Նիկոլ Փաշինյանը դրա պատասխանը տվել է Արցախում 19 թվականի օգոստոսի 4-ին, երբ որ գնացել կանգնել է ու ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ, որ քեզ էր ասում, ոչ ինձ էր ասում, ոչ էլ օպերատորներին ու մեր ժողովրդին էր ասում։ Այդ Արցախը Հայաստանը եւ վերջ ինքը այդպես պատասխանում է Մինսկի խմբի համանախագահներին, որ այդ պլանը վեկալեք, փաստափույթ եք վեկալեք ու գնացեք։ Ինչու, որովհետեւ ինքը ասեց։ Ինքը ասեց, որ Արցախից պետք է ազատվել, որ Հայաստանին անկախություն բերել։ Տենց չի ասել։ Պրիզնատ չի եկել։ Ինքը չի ասել, որ կարար իրավիճակը նույնն էլի բացառան զոհերի։ Էլ ինչ ասի այդ մարդը։ Ինչ ասի, որ էլի գալիս եք մի հատ ասում բանավիճ, ինչի շուտ բանավիճ են ես նրա հետ։ Երբ որ ես տերում եմ ուղիղ եթերով մեկը մեկի խփում, հա, մի հատ էլ գնա բանավիճեմ, թե տենամ ինքը խփելա թե չէ։ Բոլորս այնքան հրաապարակային ա եղել։ Նիկոլ Փաշինյանի դեմ, Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։ Եվ պետք չի ոչ ես խոսամ, ոչ դուք խոսակ, ապագա պատմաբանները, այստեղ պատմաբաններ կան, մի քիչ այնքան կանած, քաղաքագետներ կան, հանելու են Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը, իր հայտարարությունները, առանց որևէ մեկնաբանության դեպի։ Ինչ կուզեմ կբանակցեմ, իմ սեփական կետից եմ սկսում, նոր պատերազմ, նոր տարածքներ, Արցախը Հայաստանը եւ վերջ, իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չի։ Հիշում եք սեպտեմբերի 25-ի ՄԱԿ-ի նրա ելույթը պատերազմից մի օր երկու օր առաջ։ Ինչեր էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը մի բան էլ ասեմ։ Էսել են որ ասում է բան, էլի։ Իրանց փեշքեշ, էտել եմ ասում։ Այն որ ասում էր շուտ տվել են։ Նույնիսկ պատերազմից հետո Փաշինյանն ու իր թիմը խոսել են Արցախի միջազգային ճանաչումից։ Երբ որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի պարլամենտը Բանաձև ընդունեց ըստ որի կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլ Փաշինյանը իր սոցիալական կայքում էջում գրեց, որ այո, ողջունում ենք Ֆրանսիայի այս դիրքորոշումը եւ մեր նպատակը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը։ Ավելին, 21 թվականի ապրիլին, 21 թվականի ապրիլին Նիկոլը պատերազմ արդեն մի 6 ամիս անցել է։ ԵԱԿ Մինսկի համանախագահները
հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ հղում են արել հիմնարար սկզբունքներին եւ ինքնորոշման իրավունքին։ Նույնիսկ պատերազմից հետո միջազգային հանրությունը խոսել է դրա մասին, իր ինքնորոշման իրավունքի մասին։ Եթե Արցախը տրված էր, նույն այդ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 4 տեղ Լեռնային Ղարաբաղը գրվում։ Պարոն Շարմազան, Նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում Արցախի Ադրբեջանի մաս եւ կինոնը սկսվեց հրապարակային դժբախտությունը սկսեց նաեւ ավարտական փուլի հասավ այնտեղ, երբ որ Նիկոլը 22 թվականի հոկտեմբերի 6-ին գնաց Պրագայում ճանաչեց Արցախ-Ադրբեջանի մաս։ Դրա արդյունքում սկսվեց եւ Արցախի բլոկադան եւ Արցախի հայաթափումը եւ այսօրվա ասում խնդիրները։ եք իշխանությունները խոսել են, չէ՞, պատերազմից հետո նաեւ այդ ժամանակ են խոսել։ Ինչ փոխվեց, կարող է օբյեկտիվորեն իրավիճակը այնպեսին է եղել տարածաշրջանում, որ այս բանը ուղղակի հնարավորություն Խնդիրը տարածաշրջանը չէր։ Պատերազմից հետո դուք պատկերացնում եք Նիկոլը կանգներ, ասել Արցախն Ադրբեջանը։ Ալեն Սիմոնյանը Նիկոլին դավաճան կհայտարարեր։ Իրա ԿՊ-ն կհայտարարեր։ Ժամանակ ձգեց։ Այդ որ այդ 44-ը հանձնաժողովը որ սարքում են, էսա ժողովուրդ ջան, էսա կիմանանք, էս իմացաք։ Արխիվում է, ազգային ժողովի Դե արխիվում։ վերջ, իրանք ինքը որը սափրվել է, ինքը իր ուղեղում ու ԿՊ-ի ուղեղում Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը փակել է, բայց Արցախի հարցը փակված չէ։ Քանի հայ ոգին կա, քանի հայ կա, քանի Արցախի շող կա, Արցախահայեր կան, ու արժանապատիվ հայեր կան, Արցախի էջը փակված չէ։ Արցախի էջը կփակվի այն ժամանակ, երբ որ Նիկոլը մեր ուղեղի են հիշողության մասը կհանի կջնջի։ Բայց երրորդ հանրապետության փակման Երրորդ հանրապետությունը ասում եմ։ Երրորդ հանրապետությունը ստեղծվել է կոնֆլիկտի հիման վրա, իսկ չորրորդ հանրապետությունը խաղաղության։ Գերեզմանում էլ է խաղաղ, դե գնա ապրի։ Ակես բան։ Գերեզմանում էլ է խաղաղ։ Թքեմ է ձևի խաղաղությունը։ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Պարոն Շարմազան, ասում եք, որ Թրամփի ուղին իրականություն չի դառնալու, բայց այսօր Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ խորհրդում հայտարարեց, որ մոտ ապագայում ստորագրեն ու վավերացնեն այն, եւ ում հույսով են, որ չի իրականություն դառնալու, որտեղ այսօր ընդդիմադիր մի շարք ուժեր արդեն իսկ պատրաստվում են 24 թվականի ընտրություններին, այդ մոտ ապագային կհասցնեն։ Մենք էլ ենք մաղթում։ Իսկ ի շարունակում է Թրամփի ուղու եւ այլն, ձեզ հայտնի է այս 7 տարվա մեջ մի պրոյեկտ միջազգային, անվտանգային, որը Նիկոլ Փաշինյանը ասի եւ իրականություն դառնա։ Նոր ինչ առաջ ասի։ Այն Թրամփը պետք է միակ քյարը Ամերիկա այդ պետք է որ Նոբելյան մրցանակ ստանար, դա չտվի։ Դա էլ այդ մարդու ախտին քարկցի։ Ինչ ասեմ։ Հաջողություն եք մաղթում, պարոն Շարմազանը, բայց Թրամփի հաջողություն եք մաղթում նորալուկ ընդդիմադիրներին, բայց այս մարդիկ կարծես 2018-ի մեջ են շատերը, հիմա նախկիններին են էլի մերժում։ Հրան ջան, դու ինձ ուզում ես համառորեն մտցնես 18-ի թեմայի մեջ, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել։ 1000 անգամ խոսել եմ, իմ բոլոր գնահատականները ուժի մեջ են 18-ի հետ կապված։ Ես մի բան գիտեմ, որ մենք պետք է կարողանանք կասեցնել Հայաստանի գահավիժում։ Առանձին տարբեր թևերով հնարավոր է համարում Նիկոլ Փաշինյանի հեռացնել 21-ի կրկնությունը չի ներով։ Առանձին է ո՞րն է։ Յուրաքանչյուրն ասում է, որ ընտրություններին մասնակցել են առանձին։ Յուրաքանչյուրն է տեսլական քաղաքականությունը ինքը մրցակցություն է բազմական։ Մենք այդ կարծիքով մենք շտացիկ ասում ենք, մենք օրակարգ ենք բերել վարչապետի անվստահություն չէ, ճիշտ է թե չէ։ Դե հիմա այն ժամանակ 6 պատգամավոր, հիմա արդեն 34 պատգամավոր։ Մեղք կա, մեծ մեղք կլինի փորձեր չանել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունից կամ հեռացնել բնականաբար օրինական ճանապարհով կամ թուլացնել։ Սա է Մյուս գործընկերները նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստան դաշինքի։ Եվ ասում եք գործընթաց եք սկսել, իրենք էլ ասում են մենք ստորագրությունները ձայները ասում են սպասում ենք մենք հիմա։ Ում են սպասում։ Ում են սպասում, Գոդոյին են սպասում։ Երկու ստորագրությունը որ գործընթացը սկսվի։ Պարոն նախագահը դրա մասին խոսել է 2 օր առաջ։ Ասել է, որ նախաձեռնողները
Նախագահ Արթուր ենք շարժումը հայտարարել է իր գործունեության կոպիտ ասած ծրագիրը եւ այս պահին նրանք նախաձեռնում են կամ զբաղված են այսպես կոչված անկախ պատգամավորների հետ բանակցություններ վարելով։ Հիմա այդ փուլի մեջ ենք, հետո կերևա։ Օրինակ, հույս ունեք, որ Իշխան Զաքարյանը պիտի միանա ամուսնության գործընթացում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի ու պիտի ազատվի նիկոլիստներից։ Թե չէ մնացած ով կմիանա, ով չմիանա, ես չէ որ իմ համար է միանում, որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Սա ֆիքս է։ Որևէ մեկը հանրապետականի համար չի միանում։ Չէ, ուղղակի Սա համազգային խնդիր է, սա պետական խնդիր է, եւ բոլոր ընդդիմադիր ուժերը իրենց ծրագրերում եւ իրենց հայտարարություններում հայտարարել են, որ իրենց նպատակը Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, ճիշտ է թե ոչ։ Այո, հետեւաբար, երբ որ մեկը ստորագրում է, շատ լավ են անում, բայց թող ին վրա չգրեն ոչ էլ հանրապետականի վրա։ Հանրապետականի լավություն չեն անում, իրաց պարտականությունն են անում։ Շնորհակալ ենք, ողջունում ենք, դրական ենք վերաբերում։ Բայց թող նես չան, դե մենք ստորագրել ենք, թող իրան գնան անեն։ Մենք ինչքան կարող ենք անում ենք։ Դուք էլ արեք։ Շնորհակալություն։